պայքարել նրանց դեմ, եւ երկրորդ հարցը վերաբերում է վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարվածություն փոփոխություններին, այսօր դուրս մեր կրկնից քաղաքական նախաձեռնության անդամները հրավիրված հայտարարել են, որ հերթական ռուսիչոցին է, հատկապես նկատի ունենալով, որ հիմա բարձրացության բարդությունները օլիգարխները ռուսական մեքենաներ են բերում եւ ռուսական համանիշներով են վարում, հուսափելով այստեղ բանկները վճարելու։ Նախ կարծում եմ ես երկրորդ հարցին իմ ներկայացման ժամանակ պատասխանեցի, որ այլ երկրներում գրանցված մեքենաների հետ կապված փոփոխություն ևս կատարվել եւ սահմանվել են ընթացակարգեր։ Կարծում եմ ատենից պարզ է, որ ռուսական համարներով ինչի վիճակագրություններ են։ Քանի մեքենա կա Հայաստանում ռուսական։ Բնականաբար ճանապարհային ոստիկանություն չի կարող վիճակագրություն ունենալ։ Ճանապարհային ոստիկանությունը ունի վիճակագրություն, թե Հայաստանի Հանրապետությունում որքան մեքենա կա գրանցված, այսինքն թե որքան ենք մենք գրանցել տրանսպորտային միջոց, կամ ունենք վիճակագրություն, թե որքան է այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներից 2 ամիս եւ ավելի ժամանակով գտնվում Հայաստանի Հանրապետությունում, որոնք ժամանակավոր հաշվառվել են ճանապարհային ոստիկանությունում։ Ճիշտ է, ես այս բանը ունեմ այդ վիճակագրությունը եւ ունենալու դեպքում ամբողջ տրանսպորտային միջոցների քանակի մասին վիճակագրությունը չեն կարող ներկայացնել, որտեղ կա արտադրություն համարվում, բայց այն վիճակագրությունը կա։ Իսկ թե կոնկրետ տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում որքան այլ երկրում գրանցված հաշվառված տրանսպորտային միջոց կա, հիմա վիճակագրություն ճանապարհային ոստիկանությունը ուղղակի չի կարող։ Ներողություն, ես հարցի առաջին մասին եմ փորձել պատասխանել, բնականաբար ոստիկանությունն ի վիճակի է պայքարել ցանկացած իրավախախտումների դեմ, իսկ ինչ վերաբերում է նրան, թե որքան բարձրաստիճան պաշտոնական նրանց որդիների մեքենաների վրա կատարված, նշվածը ընդհանրապես վիճակագրություն վարելու տվյալ չի եղել, վիճակագրություն վարենք, բազենք, թե ըստ, չգիտեմ, սոցիալական դիրքի կամ պաշտոնների ու մեքենաների վրա ինչ կա տեղադրված։ Մենք պայքարում ենք իրավախախտման դեմ, անկախ նրանից ով է այդ իրավախախտողը, ինչ սոցիալական դիրքով ինչ աստիճան է զբաղեցնում։ Սկսվեն միջոցառումներ, սկսվի պայքարը, այնուհետև արդյունքների մասին կարող խոսել։